Դուք որպես քաղաքացի այսօր աջակցում եք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ ձեզ հաճախ ենք հանդիպում նաեւ ընդդիմության տարբեր ակցիաներին։ Դուք աջակցում եք ընդդիմությանը, հավանաբար աջակցել եք նաեւ ընտրություններին, մերժել եք ՔՊ-ին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ով աջակցել է ընդդիմությանը 100%-ով ընտրակաշառք է վերցրել։ Դուք ընտրակաշառք վերցրել եք եւ այնուհետև եկել եք այստեղ, աջակցել եք, ընտրել եք ընդդիմությանը։ Կարելի է մի բան ասեմ։ Հիմա սկսեմ ստեղից։ Բարոյական օրենքներից զրկված մի հատ վիժվածք մի ողջ ազգի ուզում է ասի, որ կաշառակել։ Ընդդիմության ընտրողները դա հայ ազգի էլիտան, ազգային էլիտան, որը հասկացողություն ունի հայրենիքը փրկելու համար, հայրենիք զգացմունք։ Ոնց կարող է մի մարդ, որը իր ողջ կյանքում զբաղվել է շանտաժով, այդպիսի բան ասի։ Դու այդ տականք, ես ունեմ ընկերներ, որոնց ընտանիքներում իրանց երեխեքնել են քվեարկել, այ պոռնիկ, պոռնիկացին ոհմակ, դու ով ես, որ կայնես մի ողջ ազգի տենց բառ ասես, դու ով ես, ես ուզում եմ հասկանամ, ադրբեջանա-թուրքական պոռնիկացին ոհմակ, երեկ Ալիևը կերպարը ասեց, հասկանում ես, ստախոս, տականք, ես դաժե քեզ չեմ կարած կենթանիների հետ համեմատեմ, ես քեզ կարամ ասեմ մանդավոշկա, ոչին, դու էդ ես, դու ուրիշ չես, հասկանում եք, մարդ, որը վիրավորում է, ես կարամ ասեմ դու քո սաղ ընտանիքը տամբարոյական է, եթե դու կարաս ապացուցես, որ այսքան մարդ վերցրել է կաշառք, ուրեմն ես էլ կապացուցեմ, որ քո ընտանիքը տամբարոյական է, եթե դու համարում ես 800,000 մարդ վերցրել է կաշառք, то սաղին դու ես կաշառը, այ տականք, այ վիժված, այ ոչնչություն, հերիքա, դու չես մնալու այդ աթոռին, չես մնալու, հիշի բառերս չէ, դու շատ դաժան ես պատասխան տալու, քո ամեն մի բառիդ համար, աշխարհն էլ կայնի ասի, պտի ներեք, մեկա գիժ էր, գժի խոսքը ասնավանի չի, մեկա չի ներվելու, այդ պոռնիկին, լավ իշեք։